Այո, Ստեփանակերտի մայր տաճարն անցել է ադրբեջանական բուլդոզերի տակ ավերվել։ Երեկվանից հնչող ահազանգը հաստատվում է։ Այս արբանյակային լուսանկարներն ստացել ենք Ազատության Պրահայի գործընկերներից։ Պատկերը հստակ չէ, բայց հստակ է այն, որ մարտին եկեղեցին տեղում է եղել, իսկ այսօր արդեն ոչ։ Կարմիր տուֆով կառուցված հսկա եկեղեցու տեղում հիմա սպիտակ դատարկ տարածք է, որ Բաքուն հայկական եկեղեցու հետ կապված ծրագիր ուներ, հասկանում ենք նաև սոցցանցում հրապարակված այս զբոսաշրջիկի լուսանկարից։ Աղջնակը զվարթ է, բայց հետնամասում տաճարն արդեն պարզ պապատված է որպես շինհրապարակ։ Լուսանկարը փետրվարին է արվել։ Նելսոն Ստեփանյան փողոցի վերնամասում գտնվող մայր տաճարը Արցախի չկա։ Նույն այդ տեսաերիզից երևում է մեկ այլ անկյունից երևում է, որ եւս չկա։ Ազատության ադրբեջանական ծառայությունը Ստեփանակերտի եկեղեցու ոչնչացման վերաբերյալ հարց է ուղղել այդ երկրի արտգործնախարարությանը։ Հարցը առայժմ անպատասխան է։ Որ Հայաստանի ու Արցախի մեծությամբ երկրորդ եկեղեցին Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարն անհետացել է, առաջինը նկատեց Արցախի մշակույթի նախկին նախարար Սերգեյ Շահվերդյանը։ Ստեփանյան ու Մկրտչյան փողոցներից Կարմիր տաճարը շատ լավ էր երևում, նաև Պարկ հոթել հյուրանոցի կողքին էր։ Հիմա հյուրանոցը երևում է, տաճարի գմբեթն անգամ չի նշմարվում։ Ալիևի ռեժիմն ամեն ինչ է քանդելու, եթե Հայաստանի իշխանությունը շարունակի խրախուսող ռետորաբանությունը, ասում է Արցախ միության ղեկավար Արտակ Բեգլարյանը։ Առաջին հերթին Հայաստանի Հանրապետությունը պետք է գործարկի միջազգային մեխանիզմները։ Հայաստանի Հանրապետությունը պետք է քաղաքական դիրքորոշում հայտնի ու ասի, որ սա վնասում է խաղաղության գործընթացին, սա բարեկամության կամ հարաբերությունների կարգավորման ոգուն ընդհանրապես հարիր չէ, բայց այս ամենի համատեքստում տեսնելով մի կողմից ադրբեջանական շարունակական ցեղասպանական քաղաքականությունը, հայկական մշակութային ժառանգության հանդեպ, մյուս կողմից Հայաստանի Հանրապետության իշխանությունների խրախուսական ռետորիկան կրկին հայկական մշակութային ժառանգության չպաշտպանության առումով ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունները այս պարագայում մեղսակցում են ու իրենց առաջին հերթին իրենց անգործության պատճառով միջազգային մեխանիզմները չեն գործում։ Այլապես ոչ մի այլ երկիր Հայաստանի Հանրապետությունից ավելին չի անելու հայկական մշակութային ժառանգության պաշտպանության համար։ Արցախում հայկական հուշարձանների ոչնչացմանը հետևող կազմակերպությունների ներկայացուցիչները արձանագրում են, վերջին շրջանում Հայաստանի իշխանությունները Արցախի հարցի հետ փակել են նաև հուշարձանների ոչնչացման հարցը։ Հայաստանի Հանրապետությունը պատասխանատու է հայկական ամբողջ մշակութային ժառանգության համար, անկախ նրանից, թե որտեղ է ինքը գտնվում, դա սահմանադրորեն ամրագրված դրույթներից մեկն է։ Ըստ Բեգլարյանի միայն հայտարարություններն էլ չեն զսպի Ալիևին, անհրաժեշտ են գործնական քայլեր։ Ամերիկայի Միացյալ Նահանգները որպես միջնորդ պետություն, եթե Հայաստանի Հանրապետությունը ԱՄՆ հետ հարաբերություններում շատ ուղիղ ասի, բանակցային սեղանին դնի այս հարցը ու ասի որպես միջնորդ, ապահովիր, որ մյուս կողմը հակամարտության իրեն պահի խաղաղության ոգուն համապատասխան, այլապես ես չեմ կարող, օրինակ, հայ ժողովրդի, Հայաստանի հասարակությանը համոզել, որ խաղաղություն է եկել, իհարկե ԱՄՆ-ն այդ պարագայում գործնական ճնշում կգործադրի։ Ստեփանակերտի մայր տաճարի ավերմանը ոչ միայն հայաստանյան պետական կառույցներից արձագանք չկա, լուռ է նաև Արցախի թեմը, որի առաջնորդը Վրդանես եպիսկոպոսը Փաշինյանի նախաձեռնած եկեղեցու բարեփոխման գործին է միացել։ Բաքվի կռիվը հուշարձանների հետ նորություն չէ, արդեն ավերված են Լաչինի, Ջաբրայելի, Աղավնոյի, Մոխրենեսի եկեղեցիներն ու մատուրները, հողին է հավասարվել Շուշիի կանաչ ժամը։ Հնագույն հայկական համալիրները Բաքուն աղվանական է դարձնում, իսկ անկախության շրջանում կառուցված եկեղեցիներն ըստ ադրբեջանական կողմի ապօրինի շինություններ են։ Գլխավորը Արցախի հայկական դիմագիծը վերանա, ասում է Բեգլարյանը։ Չասեմ առաջին հերթին, բայց մեծապես թիրախավորել այն, եթե եկեղեցիների մասին ենք խոսում, այն եկեղեցիները, որոնք անկախության տարիներին են կառուցվել։
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր իշխող թիմի ներկայացուցիչ Էլնարա Ախիմովան Ազատության ադրբեջանական ծառայությանն ասել է, Բաքուն երբեք չի քանդում պատմական կամ մշակութային հուշարձաններ, կառավարությունը փորձում է պահպանել դրանք։ Հնարավորություն չունենք տիկին Ախիմովային հարցնել, ուր է 18-րդ դարի կանաչ ժամը Շուշիում։ Ադրբեջանցի խորհրդարանական Ստեփանակերտի մայր տաճարի քանդման փաստը չի հաստատել, ասել է դա դեռ պիտի ճշտվի։ Ըստ նրա, հայերն են քանդել իրենց մզկիթները իր խոսքով օկուպացիայի 30 տարիների ընթացքում։ Նայեք, Ակնայում գրեթե ամեն ինչ քանդված էր բացի մզկիթից։ Եթե մենք քաղաքականություն ունենայինք ոչնչացնելու մզկիթները, ամբողջ ավերված քաղաքում կպահեինք մի մզկիթ։ Մահմեդական որևէ հուշարձան չի ոչնչացվել, պնդում է Արցախ միության ղեկավարը։ Դրանցից շատերը վերականգնվել են։ Շուշիի Գյովհար աղայի մզկիթը վերականգնվել է այն մարդու աջակցությամբ, ով այժմ ադրբեջանական բանտում է։ Ռուբեն Վարդանյանն է։